Մեր կյանքում եւ շուրջ բոլորը տխրելու շատ պատճառներ կան, որպեսզի այդ ամենին հումորով չվերաբերվենք։ Իսկ երբ ծիծաղելի է, այլևս սարսափելի չէ, իսկ երբ սարսափելի չէ, ուրեմն կարելի է հաղթահարել։ Եվ եթե ծիծաղելի է, ուրեմն գտել ես այն, ինչը կարելի է ու պետք է շտկել։ Եկեք միասին թեթև ժպիտով, երբեմն քմծիծաղով, մեկ-մեկ էլ ծիծաղախառն դառնությամբ դիտարկենք ու քննենք մեր դիտարկածը։ Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ, եթերում վերստին մեր մեջ ասածն է։ Դուք երբևէ ուշադրություն դարձրել եք, թե մենք ինչպես ենք հատում փողոցը։ Մեր մեջ ասած, փողոցն անցնում ենք ճիշտ այնպես, ինչպես մեքենա ենք վարում, ՈՊ եւ ԻԿ տարբերակներով։ Բացատրեմ, որտեղից պատահի եւ ինչպես կարող ենք սկզբունքով։ Այո, չէ, ինչ խոսք։ Շերտավոր անցումների ընդգծումով, լուսացույցների վայրկյանային թարմացմամբ եւ տեսախցիկապատմամբ այս ասպարեզում ահագին բան կարգավորվել է։ Եվ եթե լրիվ անկեղծ խոսենք, ապա փողոցը հատելու առումով մենք առաջ պարզած ոտքով արդեն համարյա թե Եվրոպաներում ենք, բայց մյուս գետնին ամուր դրված ոտքով դեռևս հիմնովին Ասիաներում ենք մնացել։ Իդեպ, Ասիայի մասին, ավելի կոնկրետ մեր ժողովրդի մի ահռելի մասի կողմից այնքան սիրված կինոների երկրի։ Ինչ Բրազիլիա, ինչ եք խցվում ձեր Բրազիլիայով։ Նախ դուք որտեղ եք Ասիայում կներեք Բրազիլիա տեսել եւ հետո ես ասացի կինոների, այլ ոչ թե սերիալների երկրի մասին։ Էլի, Մերաջուպա Հինդուստանի, Հնդկաստանի։ Վաղտ եմ ունեցել տեսնելու, թե ինչ բան է բանուկ փողոցը ամենահնդկական քաղաքներից մեկում, Ագրայում։ Այ դա կինո է։ Պատկերացրեք ուրեմն մեր Մաշտոցի պողոտայի չափ փողոց, պարզ ասած պրոսպեկտի չափ փողոց, որտեղ երթևեկության մեկ ուղղություն է, եւ այդ փողոցի հոսքը հեղեղված է վերջին մոդելի Տոյոտաներով, Նիսսաններով, անցած դարի կեսերից մնացած հնդկական ամբասադոր մեքենաներով, հին բեռնատարներով, մարդասայլակ ռիկշաներով, մոտոցիկլ ռիկշաներով, ամենաիսկական սելերով, էլի, ըստ որում անխտիր բոլոր մեծ մեքենաների վրա գրված է. խնդրում եմ ազդանշան, այսինքն սիգնալ տուր, ու ով ինչքան կարողանում տալիս է, ու այդ ամբողջ խառնաճիղանջ զանգվածը փորձում է տեղից շարժվել։ Բայց փողոցի երթևեկելի մասի ճիշտ մեջտեղում պարկել են միանգամից երկու կով։ Վերջ, շարժումը կանգ է առել, իսկ կյանքը եռում է այդ շիլաշփոթ խցանման մեջ ու դրա շուրջը։ Ռիկշաներ, մուրացկաններ, կեղտոտ ձեռքով ինչ-որ կարկանդական բանման վաճառողներ։ Այ դա իսկական Ասիա է։ Չէ, մեր մեջ ասած, այդ Ասիայի համեմատ մենք համարյա թե Եվրոպա ենք։ Ճիշտ է, արդեն Եվրոպայի համեմատ մենք, մի խոսքով դուք ինձ հասկացաք։ Իդեպ կովերի մասին։ Ճիշտ է, Հայաստանում կովերը սրբազան կենդանի չեն համարվում, բայց մեր փողոցներում էլ հաճախ կարելի է հանդիպել դրանցից, դատելով վարորդների սրտանց բացականչություններից։ Հարցն այն չէ, թե մեզանում անասնապահությունը այնպես է զարգացել, իսկ կովերը, հորթերն ու մոզիները, ոչխարներն այնքան են շատացել, որ էլ տեղ չկա, ստիպված խցկվում են մայրաքաղաքի ամենաբանուկ խաչմերուկները։ Դե ոչ իհարկե, բայց որպես պրոֆեսիոնալ ուղևոր ու հետիոտն կարող են վկայել վարորդները, իսկ երբեմն նաև փողոցը հատող անցորդները հաճախ են բացականչում։ Դե քշի, այ հորթ, կամ ուր ես քշում, այ կով, կամ ժողովուրդ։ Սա առավելապես մարշրուտկաների ու ավտոբուսների վարորդներն են ասում դիմելով սրահում եղած ուղևորներին։ Ժողովուրդ, հլա այս եզին նայեք, առանց միգալկի երրորդից առաջին շարք է խցկվում։ Ու բոլորը համերաշխ նայում են, որովհետև թամաշայի արժանի այլ բան չեն էլ տեսնում։ Ու նայում են մեքենային, որովհետև մքեցված ապակիների ետևից չի էլ երևում, մեջը մարդ չկա, թե այնուամենայնիվ կա։ Ինչ ուզում եք ասեք, բայց մերոնք սիրում են իրար պատվել կենդանական, երբեմն նաև բուսական աշխարհներին վերաբերող բնորոշումներով։ Ու չգիտես, դա նրանից է, որ մերոնք մի առանձնահատուկ ձևով սիրում են զմինյանս, թե այդքան սերտորեն են կապված բնությանը։ Ահա մի քանի բառ, որ կազմում են հայրենի վարորդների ու ոչ միայն վարորդների բառապաշարի մի մասը։ Կով, հորթ, եզ, կամ հավաքական տարբերակ, տավար, հասկանալի է, առանց էշի ոչինչ տեղից չի շարժվում։ Կան այլ տարբերակներ, մանր կճղակավորների դասից, այծ, ոչխար, նույնիսկ թռչունների դասից են հիշատակումներ լինում հավի տեսքով։ Ես ինչ եմ ուզում ասել։ Հիշեք, մեքենայի ղեկի մոտից ելնելով դուք վեր եք ածվում հետիոտնի եւ հակառակը, այնպես որ հարգեք զմինյանս, սիրելի վարորդներ եւ հետիոտներ,
իսկ համատեղ ուժերով հարգեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Ի վերջո, մենք բոլորս նույն մեծ փողոցով ենք շարժվում եւ դեպի նույն տեղը, դեպի անխուսափելի պայծառ ապագա։ Վիրավորանքներն ու հայհոյանքը կարմիր լույս են այդ շարժման ճանապարհին, իսկ փոխադարձ հարգանքը կանաչ։ Եկեք կանաչի տակով անցնենք, հա՞։ Չէ՞ որ այդպես ավելի շահեկան է ի վերջո։ Սիրելի ունկնդիրներ, առաջարկում եմ գարնանային տրամադրությանը համահունչ ունկնդրել մի երգ Սերժ Թանկյանի եւ նրա հոր կատարմամբ։ Ես ոչ անդունել, ոչ էլ դարակիր, ունեմ անկրվար, ունեմ օտևան, ազատ հայրենիք, երջանիկ երգիր, երջանիկ, երջանիկ երգիր, բարի արակիր, բախտի արակիր, Arakil karnan, arakil amran, indamad abrir, pari arakil, buynusir zarin, badugadarin. Arakilin se durakto yerki, yayla uberan, Anterotevan Arderay kiner Manuşak yergir Manuşak yergir Bari arakil Bakti arakil Arakil karnan Arakil amran İmdamad abrir Pari arakil Buynusir zarin Bardugadarin İmdamad abrir Pari arakil Buynusir zarin Bardugadarin Arakilin se duraya Arakilin se duraya Arakilin se duraya Yegorin se dovkez yay darurach bari arakil İmdamad abrir pari arakil Buynusir zarin bardugadarin İmdamad abrir pari arakil Buynusir zarin bardugadarin Bardugadarin Սիրելի ռադիոլսողներ, մեր հաղորդումն ավարտվեց։ Այն ձեզ համար պատրաստել էին հեղինակ Արմեն Հակոբյանը եւ հնչյունային ռեժիսոր Այդին Դավուդին։ Շնորհակալություն ուշադրության համար։ Մինչ նոր հանդիպում Արմ ռադիոյի եթերում։